Սպիտակացնող, սնուցող, թարմացնող հակակնճիռային դիմակ ենք պատրաստելու հասանելի բաղադրիչներով եւ բարձր արդյունավետությամբ։ Մեր հասանելի բաղադրիչներն են լինելու այս դիմակի համար վարունգը, սպիտակ կավը, լիմոնը, ալոեն եւ որևիցե յուղ, որն ունեք ձեռքի տակ։ Հիմա մինչ կանցնենք մեր դիմակի մանրամասն բացատրմանը, դրա օգտագործման կարգուկանոնին, ձեզ անպայման ուզում էի ներկայացնել իմ սեղանին ի սկզբանե երևացող այս հրաշալի ապրանքի հետ, սա լիանոլինն է։ Լիանոլինը շատ վաղուց է օգտագործվում բժշկության մեջ եւ շատ հայտնի է հատկապես ճաքերի, վերքերի բուժման գործում։ Ինքը շատ բնական միջոց է, մենք արդեն այս ապրանքը նաև Վալբերիսի մեր էջում ենք վաճառում Facebook-ում։ Ապրանքը շատ հերմետիկ է փաթեթավորված, որ բակտերիաներ ոչ մի այդպիսի բան չլինի, որտեղ հիմնականում նախատեսված է նորածինների մաշկի խնամքի համար, կերակրող մայրիկների կրծքի, ճաքերի լավացման համար, բայց ինչպես ասեցի, ինքը շատ ունիվերսալ ապրանք է եւ կարող են օգտագործել ոչ միայն նորածինները, ոչ միայն կերակրող մայրիկները իրենց կրծքերի ճաքերի, այլ հղի կանայք իրենց այդ փորի վրա առաջացող ճաքերի համար, տարիքով մարդիկ, տղամարդ կլինի, կին կլինի, ձեռքերի ճաքերի, վերքերի, արմունկների ճաքերի եւ նմանատիպ խնդիրների համար։ Երևի կիմանաք, լիանոլինը դա ոչխարի մորթու տակի հավաքված այդ ճարպից են պատրաստում, ինքը բժշկական վերամշակում անցած է, հակաալերգիկ է համարվում, այսպիսի տեսք ունի, ինքը մաքուր լիանոլին է, կարելի օգտագործել նաև շրթունքների ճաքերի, եղունգների այս կողքերն առաջացած վերքերի, մի խոսքով սա այն միջոցն է, որը դեղ չի, բայց դեղի նման այս բոլոր խնդիրները կարող է լուծել եւ մի այսպիսի տարա ձեռքի տակ ունենալով ամբողջ ընտանիքի բոլոր խնդիրները հեշտությամբ կլուծեք։ Ինքը հեշտ է, այսպես մի փոքր վերցնում եք, բավականին մեծ տարածք է վերցնում եւ շատ լավ է լավացնում։ Օպերատրին մի հատ մեր օպերատորի ձեռքից օգտվենք, ցույց տամ ոնց է, քանի որ ինքս ձեռնոցներով եմ, տեսեք, այսպես սկսում եք, շատ հավեսին լավ փափկացնում է եւ սկզբում այսպես յուղոտ է տպավորությունը, բայց ինքը շատ արագ է անցնում մաշկի տակ եւ շատ լավ սնուցված ու փափուկ տեսք է տալիս։ Ոչ միայն տեսք է տալիս, հենց այդպիսին է դառնում եւ առավելությունը նաեւ այս միջոցի նրանում է կայանում, որ կրծքով կերակրող մայրիկները կերակրելուց առաջ նույնիսկ կարող են չլվանալ, նոր երեխային կերակրել կրծքով, այնքան մաքուր է եւ այնքան բնական, այնպես որ հաշվի առեք, որ շատ օգտակար միջոց եք օգտագործում։ Իսկ ինչպես դուք կռացիք, արդեն դուք մեր շոկոլադ վումնի էջում եք, մենք էլ հիմա կանցնենք մեր դիմակի մանրամասն պատրաստմանը, դե ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը։ Հիմա այս միջոցները դնեմ մի կողմ։ Եթե կուզենաք մեր այս լիանոլինից պատվիրել, ես արտիկուլը կթողնեմ էջի տակ, կարող եք այնտեղից նայել, Facebook-ով կլինի, WhatsApp-ով կլինի, Viber-ով, մի խոսքով բոլոր հասանելի ցանցերով, բոլոր տվյալներ կթողեմ, կարող եք այնտեղ կապ հաստատել։ Իսկ ես մեր դիմակի համար վարունգ եմ վերցնում, ինձ վարունգի հյութն է հարկավոր լինելու։ Դե ավելի մանրով եմ քերում, որպեսզի հյութն ավելի հեշտ դուրս գա։ Կարող եք հյութը ձեզ հասանելի որևէ տարբերակ, որը որ ձեզ ավելի հարմար է, հենց այդ տարբերակն էլ օգտագործել։ Կարող եմ միանգամից ալոենել էստեղ քերել, հյութը դուրս գա, որ էլ առանձին չքերեմ կամ առանձին չհանեմ իր մեջի այդ ժելեանման հատվածը։ Որովհետև երբ ես դա առանձին եմ անում, առանձնացնում եմ, ինքը շատ արագ չի լուծվում եւ այդպես անհարթ է լինում, իսկ այսպես միանգամից հյութն է դուրս գալու, այլ ժելեանման հատվածը դուրս չի գա եւ նաեւ կեղևն է հետը քերվում, ինչը մեր դիմակի համար շատ օգտակար եմ համարում։ Բազմիցս էլ ասել եմ, որ այդպես ամենաօգտակար եղանակն է։ Առանձին տարայի մեջ հիմա վերցնում եմ եւ լցնում 3 ճաշի գթալ սպիտակ կավ։ Եթե դուք չունեք սպիտակ կավը նույն կաոլինն է, երկու անունով էլ հանդես է գալիս, հիմնականում վաճառում են դեղատներում,
ամենտեղ հասանելի է։ Մեզ դիմակի համար 2 ճաշի գթար սպիտակ կավ է հարկավոր, կամ եթե սպիտակ կավ չունեք, կարող եք վերցնել վարսակի փաթիլների ալյուր կամ պարզապես բրինձի ալյուր։ Սպիտակ կավը, որը հայտնի է նաև կաոլին անվանումով, վաճառում են բոլոր դեղատներում, իսկ վարսակի փաթիլների կամ նույն ինքը Գերկուլեսի ալյուրը վաճառում են բոլոր սուպերմարկետներում, բրինձի ալյուրը նույնպես, բայց կարող եք նաև ինքնուրույն էլ այդ ալյուրը ստանալ։ Այս բոլոր տարբերակներն ասում եմ, դուք ընտրեք ձեզ ամենահարմար տարբերակը։ Սա այստեղ հանդիսանալու է հիմքը, որի միջոցով իմ ավելացրած մնացած բոլոր բաղադրիչները մեր մաշկի վրա ավելի կայուն կմնան եւ կկարողանան մնալ մաշկի վրա, բայց սպիտակ կավը ոչ միայն այդ առավելությունն ունի, այն նաեւ ծակոտիների մեջից մաշկին խանգարող այդ շլակներն է մաքրում, թունավոր նյութերն է մաքրում, մի խոսքով մաշկի մեջից քաշելու, հանելու հատկություն ունի։ Դրա համար ինքը լավ բաղադրամաս է, որը արժի, որ մեր դիմակում մնա։ Երբ որ արդեն մենք քամել ենք, այսպես ջուրը շատ հեշտ, հյութը շատ հեշտ առանձնանում է։ Պարզապես ավելացնում եք այնքան, մինչև ձեր դիմակը թանձրություն ձեռք կբերի։ Մնացած բոլոր բաղադրիչները կավելացրեք, նոր ավել պակաս թանձրությունը վարունգի հյութով կկարգավորեք, որպեսզի ավելի ջրիկ չստացվի, քան ձեզ հարկավոր էր։ Մենք այստեղ նաև անպայման լիմոն ենք ավելացնում, դե ալոեն ունի հակաբորբոքային ազդեցություն, վարունգ ունի սպիտակեցնող, այս դիմակը շատ լավ սնուցելու է ձեր մաշկ, այս երկու բաղադրիչները ձեզ կարող են շատ օգնել, երբ որ ձեր մաշկը արևահարվել է, արևից է կայրվել կամ վնասված է, կարող եք այս բաղադրիչներով, բայց առանց լիմոնի դիմակը պատրաստել։ Բայց հիմա երբ մենք իր մեջ մի թեյ գթալի չափ լիմոնի հյութ ավելացնենք, դիմակը ավելի սպիտակացնող հատկություն ձեռք կբերի եւ արդեն ինքը կլինի սպիտակացնող, բայց եթե դուք ուզենաք ոչ թե լինի սպիտակացնող, այլ հանգստացնող, պարզապես լիմոնը մի ավելացրեք։ Հետո լիմոնը մենք այստեղ երբ ավելացնում ենք, սա շատ մեծ քանակություն չի, մաշկը չի այրի, չի գրգռի, այնպես որ ինքը այստեղ միայն թթվայնության աստիճանն է կարգավորում եւ դա արդեն իսկ շատ օգտակար է մաշկի համար։ Դուք հաստատ իմացած եղեք եւ վստահ, որ մաշկի վրա բոլոր խնդիրներն առաջանում են, երբ մաշկի այդ թթվային բալանսն է խախտվում։ Դրա համար այս միջոցներով որոշ թթվաշ նյութերի օգնությամբ եւ դրանց հաշվին մենք կարողանում ենք պարզապես կարգավորել այդ pH-ը թթվային բալանսը։ Ես ավելացնում եմ մի ճաշի գթալի չափ, այսպես թեթև ճաշի գթալի չափ իմ նախընտրելի յուղը, այս դեպքում ինքը կոկոս է, արդեն հալված վիճակում, կարող եք ավելացնել զեյթուն, նուշի յուղ, դուք ինչ յուղ ուզենաք կարող եք ավելացնել։ Դա ձեր ցանկությամբ է։ Օրինակ աբլեպիխամ 1-2 կաթիլից ավել չեք կարող, որովհետև ինքը ձեր մաշկը կներկի։ Իսկ մնացած բոլոր յուղերը շատ հանգիստ կարելի է ավելացնել։ Հետո նախասիրության հարցը եւ հետո նաեւ կարող է որևիցե յուղից ալերգիա ունեք, որի տեսեք, որը ձեզ համար ավելի արդյունավետ է, որին ավելի սովոր եք կամ որից այս պահին ունեք։ Ես այսպես մտածում եմ, որ մի փոքր որ իմ դիմակը ջրիկ լիներ, շատ ավելի հեշտ կլիներ քսելը, հենց այդ պատճառով էլ ավելացնում եմ կրկին մի փոքր էլի այս հյութից։ Բայց այսպես էլ է լավ, կարծում եմ այսպես էլ արժի քսել։ Բայց ավելի լավ է մի փոքր, որովհետև սա էլ ուղակի ջուր չի, վարունգի հյութ է, այնպես որ ինքը հաստատ շատ լավ խոնավություն կտա։ Բայց դուք նաև կարող եք շատ մեծ հաճույքով, ցանկությամբ նաև այս ամբողջ զանգվածն ավելացնել։ Հիմա մի փոքր էլ այդպես կանեմ, կտեսնեք ինչ հաճելի է։ Ուղղակի էսթետիկ տեսքի համար եմ այսպես անում, բայց եթե այս մյուս հատվածները մեջը լցնենք, վարունգը անընդհատ ձեր մաշկի վրա մնա այդ
15-20 րոպեն որ քսելու եք, հավատացեք, որ ինքը մի քանի անգամ ավելի արդյունավետ է։ Բայց քանի որ մենք այստեղ ոչ միայն գեղեցիկ դիմակ պատրաստելու համար ենք, այլ նաև արդյունավետ, դրա համար էլ ես հիմա նաև դա կավելացնեմ։ Մի այսպես նայեք ինչպիսին է իր տեսքը, բնականաբար այսպես շատ ավելի հարմար եւ հեշտ կլինի, երբ կսենք մեր դեմքին, բայց ինքը մի քանի անգամ կդառնա արդյունավետ, եթե մենք այս մեր քերածը կրկին ավելացնենք մեր դիմակի մեջ։ Մի փոքր ավելի մեծերը առանձնացնում եմ, որ չխանգարի եւ մնացածը ավելացնում։ Երբ ես սա ավելացնում եմ, ինքը արդեն ավելի թարմը կլինի, ավելի այդպես սառեցնող, հանգստացնող, նաև շատ լավ սնուցող։ Իհարկե ինքը այնպեսին առանց այս քերածներն ավելացնելու այդպես միայն այստեղ նախապատվության հարց է, թե դուք սիրում եք լրիվ այդպես հարթ լինի, հավասար չեք սիրում, որ այդպես անհարթություն լինի մաշկի վրա, այս իմ արած առաջի տարբերակը, միայն հյութը։ Բայց եթե ձեր համար ոչ մի խնդիր, կարևոր այստեղ միայն իր արդյունավետությունն է, ուրեմն ավելի լավ է այսպես։ Ես ձեզ երկու տարբերակն էլ առաջարկում եմ, ինքնուրույն որոշեք, որն ուզում եք, նա էլ արեք։ Դիմակը ինքը ամբողջությամբ շատ հարմարեցված է, չորացնող չի, հենց այդ պատճառով դուք իրեն հանգիստ կարող եք ամբողջ դեմքին, աչքերի տակ, դեկոլտեի հատվածում, պարանոցին այսպես սկսել, պառկել, հանգստանալ, ձեզ նվիրել մի ամբողջական սպա միջամտություն, ձեր մաշկը կհանգստանա, ինքներդ էլ կհանգստանաք եւ ամենակարևորը ինքներդ ձեզանից գոհ կլինեք։ Իսկ ձեր շրջապատի մարդիկ կմտածեն, տեսնես ինչ արել, որ այսպես գեղեցկացել է։ Այնպես որ մենք մտածում ենք, որ խնամված մարդիկ ամենագեղեցիկն են։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։